Կատաղի բախումներ էին Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում։ Ամեն բան սկսվեց, երբ մայրաքաղաքում մայիսի 12-ի երեկոյան բախումներ տեղի ունեցան կառավարական զորքերի և զինված խմբավորումների միջև, որի ընթացքում էլ սպանվեց երկրի նախագահական խորհրդի անվտանգության ծառայության ղեկավար Աբդել Ղանի Ալ-Քիքլին։ Նրա մահից հետո մայրաքաղաք Տրիպոլիում զանգվածային բռնության դեպքեր սկսվեցին, իսկ բնակիչները հայտնում էին շարունակվող կրակոցների և պայթյունների մասին։ Ամեն բան այնքան էլ արվել, որ ներքին գործերի նախարարությունը բնակիչներին կոչ է արել մնալ տանը, պատճառաբանելով անվտանգության կրիտիկական և արագ փոփոխվող իրավիճակը։ Իդեան երբևական ժամանակ ներքին զինված հակամարտություններ և վերջին տևական ատուսկվոն վերցրգրվում և արտաքին դերակատարների միջամտությամբ, բայց կարող է արտաքին դերակատարները այսպես պարն են իրենց համավարակրակրել այլ սրտիվներում երկրի ներսում տարբեր դերակատարներ ակտիվանելով փորձում են փոխել այդ նախկինում եղած կարգը և նոր ստատուս կվո ձևավորել արդեն իրենց դիրքերի ամրապնդման։ Տրիպոլիի ամբողջ տարածքում դադարեցվել է ուսումնական պրոցեսը, դպրոցները ժամանակավորապես փակվել են։ Անկարգությունների պատճառով Միտիգա միջազգային օդանավակայանը հայտարարել է օդային հաղորդակցության ամբողջական դադարեցման մասին, մուտքային թռիչքներն ուղարկելով այլ օդանավակայան։ Միևնույն ժամանակ Լիբիայում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը կոչ է արել անհապաղ, ապա էսկալացնել իրավիճակը։ Արդեն երեքշաբթի վաղ առավոտյան ՄԱԿ-ի աջակցության առաքելության տարածված հայտարարության մեջ սևով սպիտակի վրա գրված էր. անհանգստացած են Տրիպոլիում անվտանգության զարգացող իրավիճակով, որն ուղեկցվում է խիստ բնակեցված քաղաքացիական շրջաններում ծանր զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ մարտերով։ Կազմակերպությունը բոլոր կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերականգնել անդորրը և բոլոր կողմերին հիշեցրել է մշտապես խաղաղ բնակիչներին պաշտպանելու իրենց պարտավորությունների մասին։ Գլոբալ առումով աշխարհում տիրում է անորոշություն և անկայունություն, որը երկով պայմանավորված է աշխարհում ընթացող գլոբալ պրոտեստերով, աշխարհակարգի փոփոխություն, նոր աշխարհակարգի ձևավորման, անորոշություն միջազգային իրավակարգի նախկինում տարբեր տարածաշրջաններում կամ առանձին երկրների ներսում քաղաքական հավասարակշռություն ապահովված բանաձևերի խախտում։ Միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանն ասում է, որ փլուզված է աշխարհակարգն իր քաղաքական, անվտանգային ու տնտեսական բաղադրիչներով և գոյություն չունի միջազգային հարաբերություններում։ Այդ պատճառով աշխարհի տարբեր տարածաշրջաններում մեղմ նկատվում են տուրբուլենտության երևույթներ, որոնց երկարատև կամ կարճատև լինելը ավերածությունների աստիճանը հաճախ կախված է լինում դրանից, հաճախ կախված է լինում միջուկային, ոչ միջուկային լինելու հանգամանքից։ Միջուկային զենքի լինելիությունն է նաև էսկալացիայի բռնկման պատճառ դառնում, ասում է Սողոմոնյանը։ Հնդկաստան-Պակիստան էսկալացիայի պարագայում էլ կողմերը գիտեին, որ խաղը զրոյական ելք է ունենալու, որովհետև երկուսն էլ միջուկային պետություններ են։ Միջուկային զենքը բացարձակ էֆեկտիվ զենք ունի և դա երկու կողմերի փոխոչնչացման կարող է հանգեցնել, միգուցե նաև դրանով էլ պայմանավորված, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից կոնկրետ դեպքի վրա ներազդելու հանգամանքով։ Երբ աշխարհակարգը միաբևեռ էր, բախումները քիչ չէին, ասում է Սողոմոնյանը, բայց այսօր, երբ փոփոխվում է գլոբալ միջազգային հարաբերությունների կառուցվածքը, դրանք ավելի են սրվել։ Հիմա, երբ գրեթե բոլորը զգուշությամբ խոսում են երրորդ համաշխարհային պատերազմի հնարավորությունից, ակնհայտ է։ Այն դասական իմաստով միգուցե երբեք չկրկնվի, բայց գերտերությունները շարունակում են բախվել տարբեր տարածաշրջաններում, տարբեր զենքերով ու մեթոդներով։ Ինչպես փաստում են փորձագետները, սա նոր տիպի համաշխարհային դիմակայություն է առանց հստակ սահմանազատված ճակատների։ Նանե Հայրապետյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։